Այսքան տարվա մեջ իմ էջերը փակել են գիտեք ոչ թե ազերները, այ վրացիները։ Իմ առաջի էջը, որ փակեցին, երևի մի 12-15 տարի առաջ վեբսայթ ունեի, կայք ունեի, որը կոչվում էր armeniansworld.com ու լիքը մարդ էր գալիս նայելու, կոմենտներ էր գրում, հետո վրացիները ինձ հայտնաբերեցին։ Պատկերացրեք, այդ վաղ մի 15 տարի առաջ ես իրանց մասին ընդհանրապես չէի խոսում, իրանք վաբշե չկային իմ կյանքում, իմ մտքում, ես այդտեղ դնում էի մեր պատմության մասին, այս ինչ որ ես տեղեկություն եմ տալի գիտական, այդտեղ շարում էի իմ համար, ու ոչ էլ այնտեղ ինչ որ մեկին ճանաչում էի, ոչ մեկի հետ չէի զրուցում, մենակ իմ պոստերը դնում էի, բայց իրանք հայտնաբերեցին այդ սայթը ու սկսեցին լիքը վատ բաներ գրել, ես այդ վաղ զարմանում էի, չնայած գիտեի իրանց վերաբերմունքի մասին արդեն YouTube-ի վիդեոներից, որ նայում էի կոմենտները իրանց, բայց էլի սենց էլի մտածում էի մի հոգի է, 10 հոգի է, 100 հոգի է, բայց դե այդ կարևոր չի էլի, բայց հետո քիչ-քիչ տեսա, որ դա նենց է ոնց որ ազերիները, սա մի հոգի չի, 10 հոգի չի, սա մասսվի է, սա իրանց երկրի վերաբերմունքն է մեր նկատմամբ ու ինչ ես հոդված դնում էի, այն ինչ որ մենք գիտենք, որ տենց է, նորմալ է մեր մեջ, մենք դրա մասին խոսում ենք հանկիստ, իրանք բոլորը հերքում էին, ամեն ինչ ասում էին սուտ է, նորից կպնում էին Խորենացուն, Տիգրան Մեծին, Մաշտոցին, այդ սաղ բաները, չնայած իրանց մասին ընդհանրապես խոսք չկար, մենակ մեր պատմության մասին, դնում էի Հայաստանից նկարներ, գալիս էին ասում էին սուտ է, այդ Հայաստանը չի, ձեր մոտ ոչ մի բան չկա, այդ դու գողանում ես նկարները, ես շշմում էի, բայց էլի բանի տեղ չէի դնում, ձեր նման մի 15-17 տարի առաջ երևի, ես բանի տեղ չէի դնում ասելով, որ կանցնի, սենց չի լինի, որտեվ ապուշություն է, չէ, դնում էի հայկական պարերը, գալիս էին կեղտոտ բաներ էին գրում, դնում էի աղջիկների նկարները, գալիս էին կեղտոտ բառեր էին գրում, դե գեշեք, եսեք, էդի ում որ դրել ես սուտ նկարներ ա, գողացել ես ուրիշինը, դուք տենցը չեք, դուք գեշ եք, սև եք, անդուր եք, փրչոտ եք, վաբշեմ, հետո էջս կորավ, մի օր գալիս եմ, որ մտնեմ, տենում եմ չկա կայքս, գրում ենք ադմինիստրացիային, այդ ամեն ինչ հարցով միշտ ամուսինս ա զբաղվում, ես ընդհանրապես չեմ հասկանում ոնց է, ինչ է, պրիչոմ այդ կայքի վրա ահագին փող էր ինքը արդեն ծախսել ամուսինս, այդ ամեն ինչը դնելով ինքը ահագին ընդեղ փող էր պետք տալ, որ լավ աշխատեր, ճիշտ աշխատեր, ես իմ ոնց էր, ոբշեմ գրեց ադմինիստրատորին, նա գրեց բա գիտես ինչ, Վրաստանի IP-ները ցույց են տալիս, որ ձեր post կայքի վրա, ձեր հատվածի վրա պաստայանը ուժեղ ատակա է, ասում է ամբողջ գիշեր իրանք խփում էին, մենք դնում էինք հետ, իրանք հանում էին, մենք նորից դնում էինք տեղ, բայց ասում է սաղ մյուս բլոգերները բողոքում են, որ այս ինչ կատարվեց, մենք չենք կարում աշխատենք, մեր էջերը թռնում են, ասում է այդ ձեր պատճառով էր, ձեր էջի վրա էր այդ հարձակումը, դրա համար մենք հանել ենք, ամուսինս այդ ադմինին $600 մուծեց այդ օրը, որ վերականգնի, պրիչոմ նկարներ, բաներ, սաղ թռել էր, չէր կարում հետ բերեր, ոնց անում էինք խառներ, հետո ասենք հետ էր բերեմ, մի պոստը հետ էր բերեմ, բայց նկարը լրիվ ուրիշ է, ասենք ես դնում եմ Մաշտոցի մասին տեղեկություն, Խորենացու մասին, նկարը Խորենացու, ինչ որ աղջիկների նկար ա դնում, խառնել էր, էլի պոստերի նկարները ու բաներ, ամուսինս դրա համար էլ առանձին փող տվեց, որ այդ ադմինը նստի manual, ձեռով ինքը իրան հատ-հատ հետ բերի, այդ փչացած պոստերը խառնվածը տեղ դնի, ճիշտ նկարը ճիշտ պոստի վրա, ասում էր, որ էդի ես հո չեմ նստելու ձեր մի տարվա աշխատանքը ես առանձին անեմ, ամուսինս առանձին իրան փող տվեց, վճարեց քո աշխատանքի համար, նստեց էդ էլ արեց, մյուս օրը մտանք, տեսանք նորից էջը թռել ա, ամուսինս գրեց իրան, ասում ա կներես իհարկե փողը չվերադարձրեցին արդեն, որտեվ իրանք աշխատանքը արել էին, բայց ասում է հնարավոր չի, ձեր էջի վրա, ասում է հենց դրեցինք նույն ատական Վրաստանի IP-ներով, էջս հանեցին, էլ չկարողացա դնել, պատկերացնում եք վեբսայթս կայքս, որի վրա լիքը փող էինք ծախսել ու աշխատանք, հանեցին, շպրտեցին, հետո գիտեք, իմ Արարատ էջը 45,000, 44, 40, մոտ 45,000 հետևորդով
այսքան տարի քոչարանականներ էին հարձակվում այդ էջիս վրա, այդքան տարի ազերներն էին հարձակվում, չէր ստացվում, վրացիները հարձակվեց, ինչ-որ մի ուրիշ բաներ են դրանք անում, էջս հանեցին, այդ տենց էլի մի օր եկավ, վсё հանեցին ու իչքան անում են, որ հետ բերեմ, անհնար էր, ջնջեցին, շպրտեցին, արմենալոգիա էջս, ինչի չեմ օգտագործում, դրա մասին չեմ խոսում, բայց տեսակ, որ Էռնա Հայասան եմ, չի անում, որտեվ են էլա տենց, արդեն մի մազից ջնջեցին, հիշում եք, որ ես ասեցի այդ էջը ջնջեցին, իրանց ապելյացիա տվեցի, հետ բերեցին, բայց վիճակը նենց է, որ մի հատ էլ մի բան անեն, այդ էջս էլ կթռնի, դրա համար լիքը պոստեր կա այդտեղ էլ չեմ գրում, որ տենց գոնե մնա։ Հիմա այս Էռնա Հայասան, այսօր արդեն լրիվ սենց Ռիկամիդացյաներից հանած, լիքը բաներ վրան եկած, в общем, նավալասկե էլի կախված է, եթե էլի ինչ-որ մի բան կարողանան կեղտ բռնեն վրան, հետի նորից կջնջվի ու երևի էլ հետ չեն բերի նենց վիճակում է։ Ստիպված եկել եմ հիմա էջս, TikTok-ից են ինձ հանել, դուք դա չգիտեք դեռ, էջս կա, բայց չի թողում պոստ անեմ, իրանց մասին վիդեոն դրել էի, չէ, առաջի վիդեոս ասեցի Ապիանի մասին, Римский античный историк Ապիանի մասին վիդեո էի դրել, որ մեծ հայկներ ցույց տալիս նկարագրում, այդ վիդեոս հանել տվեցին իրանք, չնայած պատկերացնում եք, չէ, որտեղ իրանց մասին ընդհանրապես բան չկար, բայց հայկական պատմություններ ապացուցում հանեցին, վերջի վիդեոս էլ հանեցին, երկու անգամ երկու վիդեո հանեցին իրանց մասին վիդեոները, այդ դրանք է շուռ տվածների ու իրանց մասին, թե ոնց են իրանք հայերին շուռ տված դարձնում իրանց նացիստի տակ, դա էլ հանեցին ու դրանից հետո TikTok-ը չի թողում ես վիդեո դնեմ, էջս կա, կարամ նայեմ, կարամ կոմենտ գնեմ, ամեն ինչ կարամ անեմ, բայց վիդեոներս էլ չեմ կարողանում դնեմ, բա, հիմա էլ այս էջս են արել տենց, այսքան տարվա մեջ իմ էջերը հանում են մենակ վրացիները, չգիտեմ ոնց են աշխատում, ինչ են անում, բայց դաժե ազերները իրանց Ալիևի ու Թուրքիայի փողերով այսքան տարի չեն կարողացել, չկա ոչ մի էջ, որը փակել են ազերները, բայց սաղ էջերս փակել են վրացիները, նենց որ ժողովուրդ, հիմա այս էջս ցույց եմ տալիս, ով տեսնում է, YouTube-ում եմ դնելու այս վիդեոմ, YouTube-ի ժողովուրդ, եկեք մի քիչ պատժ կարեք, այս էջս պատպիսացել, չեմ ուզում իրանք պատպիսացել լինեն, չեմ ուզում ազերները ու վրացիները ընդհանրապես իմ էջի մասին իմանան, գան, գրեն, ոչ մի բան չեմ ուզում, ինձ իրանցից ոչ մի պատժ կա պետք չի, որ լայք եք դնում, որ պատպիսկա եք անում, որ կիսվում եք, որ ես իմ ընդեղ կոմենտներ եք գրում, դրա էջդ օգնում է էջը աճի, ինձ լիչնը ոչ մի օգուտ չի տալիս, բայց էջը աճում է դրանով, բա իրանք է որ գալիս են այդքան գրում են, այդ իրանց կողմից էլ է օգուտ դառնում կավիճկը, որ իրանք այդ իրանց կեղտերը թափում են, էջը դրանով աճում է, բայց ես չեմ ուզում, 1000 անգամ ասում եմ, ստեղ էլ եմ կիսվել եմ ու ասել եմ, մենակ հայերը ու մեր ընկերները, օսետները, աբխազները, ով մեր նկատմամբ լավա թող իրան գան, իրանց չեմ ուզում, իրանցով իմ էջը աճելը չեմ ուզում, էլի գալիս են այ մարդ, էլի ճխտվում են, էլի իրանց զզվելի ծիծաղի էմոջիները դնում են, հեսա որ նայեք արդեն, քանի հոգին իրանք են եկել ստեղ, թազայա չէ, ահա նայեք, նոր եմ էջը արել, նոր եմ կիսվել, արդեն եկել այս վրացին ու իրա ծիծաղը դրել է, բայց նայեք ժողովուրդ, անգամ ազերի չկա, անգամ ազերիները այդքան թարախ ու կեղտ չեն, ժողովուրդ հələ նայեք, ոչ մի ազեր չի եկել, ոչ մի ծիծաղի նշան, վատ նշան չի դրել, բայց միակը, որ արդեն քանի հոգի եկել էին, իրանք էին, ու պատկերացրեք այս էջս չէր աշխատում, չէ, լսեք ժողովուրդ, մեկ էլ այս որ դրածա, գրածա, տեսնում եք, որ գրածա 2, չեմ ուզում կարդամ ինչ է գրած, այդ առաջարկելն է, գնացեք այդ էջում լիքը լավ բաներ գրեք, այ դուք ընդեղ չարեցիք, իմիջայլոց, մի քանի հոգի արեցին, այդքան ես ձեզ ասեցի, այդքան ուշադրիր լինեիք, ահագին մարդ եկավ արեց, բայց մեծամասնությունը չարեց, իսկ իրանք այնքան արագ են անում, այնքան շատ են անում, այստեղ հələ նայեք, այստեղ պետքա դուք գրեիք, այստեղ տեսնում եք էջում կա, դուք պետքա գնայիք, այդա սխմեիք ու այդտեղ գրեիք,
ես բլոկ եմ արել, ով որ վատ բաներ ա գրում, տեսնում եք, ահա նորից ա եկել ու բան արել, գրելա, որ չի ռեկոմենդացիա անում, որ վատ բաներ ա իմ մասին գրել, ու այ դրա հիման վրա Facebook-ը տեսնում ա, որ քո էջը ռեկոմենդացիա չկա, ուրեմն դու վայթն ես, իրան քեզ հանում ա ռեկոմենդացիա, հետո էլ ընդհանրապես հանում ա էջդ։ Ժողովուրդ, այդ շատ կարևոր ա, դուք այնքան անտարբեր եք, մի քանի հոգի ա եկել գրել հայերից, պրիչոմ դուք հիմա հայերին եք վասնավնում տեսնում, որովհետև, բայց նայեք ինչ եմ անում ես սրան, ահա, արդեն ինքն ա ինձ բլոկել, դրել ա ու բլոկել ա, որ չհասցնեմ ես իրան բլոկեմ, տեսնում եք ինչ, ահա որ խիտրի են սրանք, ահա որ, սրանց նման թարախ ու խորամանկ չկա, աշխարհը չի ծնել, ես ձեզ ասում եմ, այսքան ես այս տեղեկատվական պայքարում եմ, իրանց նմանը չկա, այ գնացեք իմ էջերում ստեղել, ընդեղել, գրեք լավ բաներ ու դրեք, որ առաջարկում եք, ու իմ թազա էջում լիքը գրեք ժողովուրդ, պատվիսկ արեք ու գրեք կոմենտներ ու կիսվեք, որ տարածվի։